Բժիշկներին անդրադառնամ։ Նախ ես կխնդրեմ, եթե ունեք նման տվյալ, ես չունեմ։ Վիրահատություններ անցկացնող բժիշկ, ով չնչին աշխատավարձ է ստանում։ Չկա նման բան, հարգելի գործընկերներ։ Մանավանդ վիրաբուժական հատվածում։ Թերապևտիկ մասում եւ առաջնային օղակում, այո, մեր աշխատավարձերը մենք դրել ենք, որ պիտի ամեն տարի ավելանան։ Ընտանեկան բժիշկների, թերապևտների, ուրեմն եւ մանկաբույժների աշխատավարձերը վերջին տարիներին բոնուսային համակարգում ավելացել են, բայց մենք համարում ենք, որ սա էլ դեռ քիչ է։ Եվ հենց ապահովագրության շրջանակներում ընտանեկան բժիշկներն ու թերապևտները հնարավորություն են ունենալու ոչ միայն պեր կապիտայով ֆինանսավորումից փող ստանան, որը ֆիքսված պետությունը վճարում է եւ անկախ նրանից բժիշկը ինչքան պացիենտ կբուժի, ինչքան լավ կբուժի, դրանից շատ մեծապես ուրեմն միայն բոնուսներն էին փոխվում, բայց աշխատավարձը չէր փոխվում։ Ապահովագրության շրջանակներում, եթե թերապևտը դեպքը վարում է առաջնային օղակում եւ ուրեմն արդյունք է ստանում, այդ դեպքի համար նա վարձատրություն է ստանում։ Հիմա լավ չեմ հասկանում, ոնց կարող է, որ այն ինչ ունեինք մնացել է, հələ մի բան էլ դրան ապահովագրվածների պեր կապիտան ավելացել է նաև դեպքով ֆինանսավորումը, ոնց պիտի հանգեցնի աշխատավարձի կրճատման, չի կարող հանգեցնել։ Այո, առաջին այս 2 ամիսը, հարգելի գործընկերներ, բժշկական կենտրոնները ունեն ներքին վերաբաշխման եւ ծառայությունների համամասնությունների փոփոխություններ, որոնք պիտի հասկանանք ինչպես ենք վերադասավորում։ Այո, այս հարցը հիմա մենք աշխատանքային ձևաչափով թե մասնավոր, թե նաև ուրեմն պետական բժշկական կենտրոններում իրականացնում ենք։ Այո, շուկան փոխվել է եւ ամեն բժշկական կենտրոն որոշակի ներքին վերահաշվարկների աշխատանք պիտի իրականացնի։ Հաջորդիվ, ուրեմն ուզում եմ նշել, որ նեղ մասնագետների խորհրդատվությունների առումով նախկինում պոլիկլինիկայում նեղ մասնագետը ընդհանրապես դեպքի մասով գումար չէր ստանում։ Ասում ենք, պեր կապիտայով մեկ անձին տվել ենք տարեկան գումար, դրա շրջանակներում հաշվարկած ուրեմն քանի կցագրված բնակիչ ունի, այդքան փող էր ստանում եւ մեր նեղ մասնագետները իսկապես շատ քիչ աշխատավարձ էին ստանում։ Հիմա սրա արդյունքում ասում ենք, հարգելի նեղ մասնագետներ, դուք ամեն խորհրդատվությունը իրականացնելու դիմաց վճար եք ստանալու։ 2000 դրամ խորհրդատվության գումար չունենք, մենք ունենք 3000 դրամ, եթե խորհրդատվությունը տվյալ պոլիկլինիկայում է իրականացվում, որովհետև այստեղ էլ պիտի հաշվենք։ Ֆինանսավորում ենք պեր կապիտա, այսինքն այն 3000 դրամը, որը պիտի գնար վարչական ծախսերին, իրականացվում է պեր կապիտայով։ 6000 դրամ, եթե խորհրդատվությունը իրականացվում է ոչ կոնկրետ տվյալ քո կցագրված պոլիկլինիկայում, եւ իհարկե հնարավորություն ունենք այնտեղ նաեւ այլ ծառայություններ կան, որոնք հիմա այսպես շատ անունները չշփոթելու համար չեմ ներկայացնի, բայց կարող ենք ցանկից ձեզ տրամադրել։